Աննախարնոր այստեղ տինը բողոքում էր վերնիսաժի դեպքի հետ, ասում էր իմ երեխու պատգարակով տարան, անօրինականը հյուվեցի Կարոնովա, որ ինձ ասի եկեք սուտ վկայություն տվեք։ Մայրը, չէ։ Մայրը, հա։ Բողոքում էր։ Հարցը։ Ուզում եմ մանամ, ինչի պատգարակով տարել են, ինչի Հյուվեցի Կարոնովա։ Հյուվեցի Կարոնիչի պիտի սպառնա մարդկանց եւ ընդհանրապես այդ գործով ինչ կա։ Գիտեք, ես պիտի խնդրեմ ինձ տալ հարցեր, որոնք իմ լիազորություններն են վերաբերում իմ կոմպետենցիային, ինչքան գիտեմ նախաքննություն է ընթանում։ Ես իրավունք չունեմ միջամտելու նախաքննությանը եւ նախաքննության վերաբերյալ չեմ ուզում քաղաքական հայտարարություններ անել, որովհետեւ ինքս իրավաբան եմ եւ աշխատել եմ իրավապահ համակարգում եւ դատավոր եմ եղել եւ հասկանում եմ դրա անիմաստությունը, սխալը նման հայտարարություն անելու, հատկապես եթե գործը գտնվում է նախաքննության փուլում եւ դատաքննության փուլում, իհարկե մամուլը քաղաքական գործիչները կարող են իրենց թույլ տալ նման բան անելու, մասնավորապես նաև խորհրդարանում, բայց ես կառավարության անդամ եմ, արդարադատության նախարարն եմ, ինձ նման շռայլություն ես չեմ կարող թույլ տալ։ Նախարար, բայց ինչպես կբացատրեք, որ այդ մարդը փաստորեն անհրաժեշտ բուժօգնությունը չի ստանում դատապարտյալների հիվանդանոցում, Սևանում։ Այդ մարդը նկատի ունեք նորայր վերնիսաժի գործով կալանավորված։ Անկեղծ ձեզ ասեմ, ես նման ահազանգ չեմ ստացել, ինչ վերաբերվում է բուժծառայության խնդիրներին եւ բուժսպասարկման, դա պիտի ասեմ, որ գտնվում է իմ ամենօրյա հսկողության ներքո եւ եթե ես լուրջ արձագանք ստանում եմ, անմիջականորեն եւ անմիջապես զբաղվում եմ այդ խնդիրներով, բազմաթիվ հարցեր են լուծված այս 3 ամսվա ընթացքում, մասնավորապես նույնիսկ ցմաների հետ կապված, մենք այնտեղ մարդ ունեինք, որը CPT մոնիտորինգի տակ էր հայտնվել, որը ըստ էության հոգեկան խանգարումներ ուներ արդեն եւ փաստացի պահման ենթակա չէր քրեակատողական հիմնարկում։ Մենք արձագանքը ստանալուց անմիջապես հետո այդ ցմահ դատապարտյալի խնդիրը լուծեցինք, համապատասխան բժշկական փորձաքննություն իրականացվեց եւ եզրակացությունը պարզվեց, եզրակացությունը եղավ այն, որ նա հոգեկան խանգարումներ ունի եւ տեղափոխվեց քաղաքացիական հոգեբուժական հաստատություն։ Այդ խնդիրները անկախ որևէ հասարակական հնչեղությունից, անկախ որևէ գործի վերաբերյալ քննարկումներից հանրային, դրանք որևէ խնդրի հետ կապ չունեն, ինչ վերաբերվում է պահման պայմաններին եւ ինչ վերաբերվում է բուժ սպասարկմանը, եթե որևէ ահազանգ կա եւ հիմնավոր ահազանգ, մենք անմիջապես զբաղվում ենք դրանով։ Պարոն նախարար, քաղաքացիները շարունակում են բանկային հաշիվների սառեցման հետ դժգոհություններ հայտնել։ Նախարարությունում այդ ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվում եւ օրենքի փոփոխությունը լրացումը ինչ-որ կերպ լուծում կտա այդ հարցը։ Խնդիրը իսկապես կարեւոր է, խնդիրը վերաբերվում է բազմաթիվ քաղաքացիների եւ խնդիրը բազմաշերտ է։ Այս պատճառով իմ նախաձեռնությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ միջգերատեսչական, որի մեջ բացի արդարադատության նախարարության, այդ թվում նաև դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ներկայացուցիչներից զատ ընդգրկվեցին նաև ոստիկանության ներկայացուցիչներ եւ կենտրոնական բանկի ներկայացուցիչներ։ Երևի թե ձեզ հայտնի է, որ թեժ գիծ է գործում եւ մենք խնդրել ենք քաղաքացիներին յուրաքանչյուր նման դեպքում, երբ մարդը հայտնվում է անհարմար իրավիճակում, այդ թվում նաեւ նկատի ունենալով ամառային սեզոնին, եթե մարդը պատահաբար արտասահմանում կհայտնաբերի նմանատիպ խնդրը, անմիջապես կապվել թեժ գծին եւ մենք փորձում ենք անկախ դեռևս օրենսդրական կարգավորումներից կոնկրետ դեպքերով մարդկանց խնդիրներին լուծում տալ։ Իսկ խնդիրները վերաբերվում են տարբեր ոլորտների, մասնավորապես առաջին խնդիրը վերաբերվում է ծանուցումների խնդրին, որը երբեմն ոստիկանության կողմից պատշաճ չի իրականացվում։ Իհարկե, այստեղ պետք է մի քիչ ավելի հստակություն մտցնել եւ պետք է ավելի վարչարարությունը ամրապնդել, որպեսզի նման դեպքերը բացառվեն կամ մինիմումի հասցվեն, բայց միևնույն ժամանակ ուզում եմ հաշվի առնել, որ այդ ահռելի ծավալի մեջ տասնյակ հազարներ են այդ տուգանքները, այնուամենայնիվ հնարավոր են դեպքեր, երբ պատշաճ ծանուցումը մինչև վերջ կամ ոչ բոլոր դեպքերում հնարավոր է լինում ապահովել։ Սա նաեւ կապված է փոստի աշխատանքի հետ եւ միայն ոստիկանության խնդիրը չէ, այս ուղղությամբ մենք աշխատում ենք։ Երկրորդ խնդիրը վերաբերվում է բանկային համակարգում հաշիվների արգելանքին, որտեղ պարզվեց, որ այնուամենայնիվ կա խնդիր կապված բանկային հաշիվների վրա դրվող արգելանքի չափի հետ։ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը այն բոլոր փաստաթղթերում, որը կազմվում է հարկադիր կատարման ծառայողի կողմից
կատարումը ապահովելու համար հստակ նշվում է արգելանքի չափը, գումարի չափը եւ որ չափով պիտի արգելանք դրվի։ Բայց պարզվեց, որ այնուամենայնիվ դեռևս տեխնիկական խնդիրներ կան, որոնք որոշ բանկերում լուծված չեն եւ այդ բանկերը ավտոմատ ուրեմն տարածում են ամբողջ գումարի վրա։ Կենտրոնական բանկի հետ մենք հիմա ինտենսիվ աշխատում ենք այդ ուղղությամբ, ընդամենը 3 մեր ներկայացների մասնակցությամբ եւ ոստիկանության հետ նաեւ խորհրդակցություն է տեղի ունեցել, որտեղ փորձում են լուծումներ գտնել շատ շտապ այդ խնդիրները լուծելու։ Հարց ունենք նաեւ կրեդիտ քարտերի արգելափակման հետ կապված, մենք հիմա մտածում ենք կամ օրենսդրական կամ այլ պրակտիկ լուծումներ գտնել, որովհետեւ իրականում տրամաբանության տեսակետից կրեդիտ քարտերի վրա դրվող արգելանքը խնդրահարույց է, որովհետեւ իրականում դա կրեդիտ գիծն է, որը դեռևս մարդը մինչև չի ստացել, դեռևս իր սեփականությունն էլ չէ։ Այս խնդրով եւս ես կարծում եմ, որ որոշակի իրավական կարգավորումներ պետք է փոփոխվեն կամ վերանայվեն։ Պարոն նախարար, ինչ կարող եք ասել հնչող այն քննադատությանը, որ Վոլոդիա Ավետիսյանը քաղբանտարկյալ է եւ փաստորեն նոր կառավարության, սա ասես առաջին քաղբանտարկյալն է նոր կառավարության օրոք։ Ես նման մեկնաբանություն չեմ կարող տալ եւ չեմ կարող գնահատական տալ դատական ակտին եւ ենթադրում եմ, որ դեռևս փոխարկման մեխանիզմներ են լինելու, այդ իսկ պատճառով ես որպես իրավաբան եւ նախկին դատավոր կսպասեմ վերջնականությանը։ Նախարար, մի հարց եմ ուզում տալ, կարելի է ես էլ հարց տամ։ Սահմանադրություն եկամուտներ կա Հայաստանում, որ նոր սահմանադրությունը դա երկրորդային հարց է, այս պահին քննարկելու եւ անհրաժեշտությունը չկա դրա։ Ինչ կարծիք եք։ Առաջնային շատ ավելի լուրջ խնդիրներ կան, որ պետք է լուծում ստանան։ Շատ խնդիրներ կան, այո, դրան համաձայն եմ, բայց եթե շատ խնդիրներ կան, այդ չի նշանակում, որ չի կարելի փորձել խնդիրների մեծ ծավալ կամ բոլոր խնդիրները զուգահեռ քննարկել։ Մենք կառավարությունում ամեն նիստում 30-40 հարց ենք քննարկում։ Դա չի նշանակում, եթե կան ավելի կարևոր 5 հարցեր, մենք մնացած 35-ը պիտի մոռանանք։ Տուգանքների նվազեցման այդ փոփոխությունները, որ շուտով կմտնեն ուժի մեջ, դրանք հետադարձ ուժ ունենալու են, այսինքն դատարաններում գտնվող, բողոքարկման ընթացքում գտնվող գործերի վրա, դրանք տարածվելու են թե ոչ։ Այն վարչական ակտերը, որոնք կայացված են, դրանք փոփոխման ենթակա չեն, հետադարձ ուժ այդ մասով չի ունենալու։ Պարոն նախարար, դուք երկար ժամանակ եղել եք Վրաստանի դեսպան եւ կուզենայի ձեր գնահատականները Վրաստան Թիֆլիսում տեղի ունեցած միջադեպի հետ կապված։ Իհարկե ցավում եմ այդ միջադեպի հետ կապված, իմ ունեցած տեղեկություններով միջադեպի սկզբնաղբյուրը եղել է կենցաղային վեճը, բայց ցավոք սրտի այն վերածվել է մեծ ընթարման, որը հենց տեղի է ունեցել Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ, անկախ նրանից եղել է կենցաղային թե ոչ, այնուամենայնիվ մենք այստեղ խնդիր ունենք կրոնական եւ ազգային տոլերանտության, որի ուղղությամբ համապատասխան հայտարարություններ արվել են արդեն մեր եկեղեցու Վրաստանի թեմի կողմից եւ նաեւ վրաց պատրիարքարանի կողմից համապատասխան հայտարարություն է արված։ Ես կարծում եմ, որ այստեղ այնուամենայնիվ մեր միջեկեղեցական հարաբերությունների, մեր եւ վրաց ժողովրդի ոչ միայն պետական, այլ նաև ժողովրդական դիվանագիտության տեսակետից հարաբերությունների ջերմացման, ակտիվացման, մշակութային փոխանակման եւ շատ այլ գործիքներ պետք է մենք աշխատեցնենք, որպեսզի կարողանանք իրավիճակը ավելի բարելավել, որովհետեւ Վրաստանը մեր ռազմավարական ըստ էության ճանապարհն է։ Վրաստանը մեր համար կարևոր արտաքին քաղաքական գործընկեր է եւ մենք իրավունք չունենք այս ուղղությամբ չանել ամեն ինչ, որպեսզի մեր հարաբերությունները մեր բարեկամ ժողովրդի հետ լինեն ամուր եւ ավելի խորանան։ Չէ՞ կարծում որ նաեւ Վրաստանը նաեւ որոշակի քաղաքականություն է երկար տարիներ վարել հենց կոնկրետ եկեղեցիների հետ կապված, շատ հայկական եկեղեցիներ փորձելով ներկայացնել վրացական, մասնավորապես օրինակ Ջավախքում։ Ոչ, չեմ կարծում, որովհետեւ այստեղ պետության Չեմ կարծում, որտեղ այստեղ վրաց պետության խնդիրը չկա, կան իհարկե վիճելի խնդիրներ վրաց եկեղեցու եւ հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի միջև, մասնավորապես նաեւ եկեղեցիների եւ եկեղեցապատկան սեփականության հետ կապված, բայց սա կարծում եմ միջեկեղեցական հարաբերությունների խնդիր է, որը բնականաբար շատ կարեւոր եւ չի կարող ազդել ընդհանուր հարաբերությունների վրա, բայց այս ուղղությամբ պետք է անպայման աշխատանքներ տանել։